Այսօր փետրվարի 19-ն է, օր, որը Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օր։ Օրը պատահական ընտրված չէ։ Այն մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Արդեն տարիներ շարունակ այս օրը մարդիկ միմյանց գրքեր են նվիրում ոչ միայն որպես ընթերցանության խրախուսում, այլ նաև որպես արժեքների փոխանցում։ Գիրքը այստեղ պարզապես առարկա չէ, այն հիշողություն է, մշակույթ, ինքնություն։ Այսօր կշրջենք մի քանի գրախանութներում տոնական անցուդարձին ծանոթանալու համար։ Քանի որ ես տարբեր մարդկանց եմ գիրք նվիրելու, մեկն արդեն ընտրել եմ Դորիան Գրեյի դիմանկարը, կարդացել եմ անցյալ տարի, շատ հետաքրքիր էր։ Մյուսն էլ Լրակյաց Հիվանն եմ ընտրելու, որը իմ կարդացած վերջին գրքերից ամենատպավորիչը եւ ամենահետաքրքիրն էր։ Իսկ դուք ինչ գիրք կուզեիք նվեր ստանալ։ Ես ճիշտ ասած կարդացել եմ Անասնաֆերման, բայց չունեմ գիրքը։ Կցանկանայի նվեր ստանալ Անասնաֆերման, լրացնելով իմ գրադարանը։ Ամեն տարի փետրվարի 19-ին գիրք նվիրում եք դուք։ Պարտադիր, եւ նվիրում եմ, եւ ստանում եմ գիրք։ Я хочу выбрать хорошую книгу, познавательную, чтобы внукам моим было интересно читать. С каждым разом, чтобы они открывали эту книгу и вспоминали меня. Ամեն տարի նվիրում եք։ Айва, портатырь, обязательно я им покупаю книги. Ну да, может быть там что-то из одежды, но я все-таки считаю, что книга лучший подарок для детей. Օրերին, երբ որ մենք գեղեցիկ ավանդույթ է դարել գիրք նվիրելը, այս օրերին բնականաբար հաճախականությունը մի քիչ ավելի շատ է լինում, ընթերցասերները ավելանում են եւ ինձ ինչն է շատ ուրախացնում, որ ոչ միայն եկել են գիրք առնելու, այլև աշխատում են լավ գիրք առնել, լավ գրականություն։ Մարդիկ հիմնականում գիրք գնում են իրենց համար, թե նվիրելու համար։ Հիմնականում նվիրելու համար, բայց կա որ ասում է, օրինակ ես էլ, ասում եմ ես ինձ նվեր կառնեմ։ Ընդհանուր առմամբ վերջին տարիներին գիրք ընթերցողների թիվը նվազել է թե աճել։ Ես կասեի, ասենք, եթե համեմատությամբ վերցնենք, մի 20 տարի առաջ հաստատ բարձրացել է, հաստատ, ու կարդում են երիտասարդները, որը նաև շատ ուրախալի է։ Եվ այսօր, երբ թվային աշխարհը փորձում է փոխարինել թղթին, հայ ընթերցողը շարունակում է հավատարիմ մնալ գրքի հոտին, էջերը թերթելուն, գրադարանների լռությանը։ Գրախանութներից բացի Երևանի գողտրիկ անկյուններում դեռ կան վայրեր, որտեղ ավանդույթ է դարձել գիրք վաճառելը։ Մարդիկ միշտ էլ գիրք գնում են։ Ուղղակի փետրվարի 19-ին ընթառաջ մի քիչ ավելի են ակտիվացել։ Տարական եւ միջին տարիքի երեխաները ավելի շատ ընտրում են հայկական ու հեղինակներին, իսկ միջինից բարձր արդեն ավելի շատ դասական։ Տարիների փորձը ուրեմն մի 5-10-15 տարի առաջ հակվեցին դեպի էլեկտրոնայինը, բայց զգալով որ էլեկտրոնայինը այն չի ինչ որ կամանց հետ եկան թղթային գրքերին։ Գիրք նվեր եմ ընտրում, երեխաները Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ դասարանով կազմակերպել են, մեկը մյուսին նվիրում են եւ միմյանց եւ ուսուցչուն։ Ամեն տարի նվիրում եք։ Անպայման։ Ու շատ ուրախ եմ որ տոնը հիմա ավելի արդի է, քանի որ մի քիչ հիմա երիտասարդությունը իհարկե խելացին միշտ կարդում է, բայց ավելի հիմա համակարգչի, հեռախոսի եւ այլն կարդալը լավ բան է։ Իսկ դուք ստանում եք գիրք նվեր։ Երբեմն լինում է։ Իսկ որոշել եք արդեն ինչ եք նվիրելու։ Դե մոտավորապես գիտեմ այո։ Փետրվարի 19-ը հիշեցում է, որ գիրքը դեռ ուժ ունի, ուժ մտածելու, զգալու, հարցեր տալու եւ պատասխաններ որոնելու։ Եվ գուցե հենց այսօր նվիրելով մեկ գիրք մենք փոխանցում ենք մի ամբողջ աշխարհ։